այդ ուժի դեմո պիլոտային տարբերակն եք։ Պարոն Լևոնյան։ Արմեն Քոչարյան։ Արմեն Քոչարյան։ Պարոն Սարգսյան, Արմեն Քոչարյան ներկա է դահլիճում։ Եղբայր, մի վարկյան հələ ժողովուրդ։ Արմեն Քոչարյան դահլիճում է թե ոչ։ Ձեր թիմակիցները որ լռեն կա հասկանանք դահլիճում եք թե չէ, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչյանի բարձրախոսը մի ասեք իր ելույթի հերթն է։ Սխմեք որ միան այդ, առանց սխմելու չի միան։ Նորացում է ելի կարմիր լույսեր ավառում, դրա համար է ասում։ Նախ անդրադառնամ, որ ասում եք Արցախում պարոն Լևոնյան փուշ եք հանեմ մատից։ Այդ Արցախու տունը, տեղը, հողը, ստեղծածը, արածը հանձնել են։ Ձեր քաղաքական ղեկավարները լռեք թողեք խոսամ։ Հանձնել եք հիմա փուշ եք հանում։ Մարդու տուն, տեղ, սաղ թողել են, եկել են, հասել են, ստե փուշ ենք հանում մատից։ Այդ նույն ձևով էլ տրանսպորտի համար եք ասում, ասում եք բան ենք արել, էժանացրել ենք, դուք թանկացրել, դուք Յանım թե էժանացրել եք, ինչ եք արել, դուք ոչ մի բան չեք արել, դուք հանձնել եք մատից է փուշ չեք անել։ Ձեզում պետք է, ոնց որ հիմա այս մանկապարտեզների հարցով շոու եք սարքել, նույն ձև էլ այդ փուշերն եք հանում, էլի, ում որ պետք է։ Երկրորդ հետ որ դուք ասում եք, եթե ամեն ինչը ճիշտ լիներ, դուք նստած կլինեիք այստեղ։ Դուք ոնց որ մոռացել եք, դուք ինչպես եք այդտեղ հայտնվել, ապօրինի։ Մարդիկ ընդդիմադիր ձևանալով եկե միացել են ձեզ եւ անասնագողությունով քվեարկել եք քաղաքապետ եք անօրինական ընտրել։ Այդ տենց եք այդտեղ նստած։ Եվ այո, ճիշտ եք ասում, քաղաքացինը գնահատականը տալու։ Քաղաքացին իր գնահատականը տվել է, թե Գյումրիում, թե Փարաքյարում, թե մնացած համայնքներում, որտեղ որ փորձել եք ապոնի լռեք դուք դոլարչի, կորեք Այդ հանձնաժողովները որ ստեղծում եք, այս ձեր գործընկերները այդ հանձնաժողովներին չեն ներկայանում, առհամարում են, այդ դրա համար եք ստեղծում այս հանձնաժողովները, այո, այդ որ ասում եք քաղաքացին է տալու, այդ քաղաքացուն տեսել ենք ոնց եք այս նույն մանկապարտեզների խոստումներ տալու, մասիվում հավաքել եք եւ բան եք կիրառել, ռեժիմը կիրառել Արա թող խոսանք չես հասկանում որ չի կարելի։ Արգելի գործընկերն է։ Տիկին Խաչատրյան։ Այդ նույն մանկապարտեզների աշխատողներին հավաքել եք մասիվ, այդ տենց եք այս ատեղ նստած։ Եվ քաղաքացին այո տալու է ձեր գնահատականը։ Այսքանը։ Հայկ Միրզոյան։ Շնորհակալություն, ես արդեն որորդ անգամ այս ամբիոնի մոտենալուց ստիպված եմ լինում կոչ անել, չանցնել կոռեկտության սահմանները, որովհետև երևանցին